Երբևէ մտածել եք, թե ինչ կկատարվի, եթե այլ մոլորակայինները որոշեն տեղափոխվել երկիր մոլորակ և փորձեն բնակություն հաստատել այստեղ։ Մաչանենց թատրոնում ոչ միայն պատկերացրել, այլև ներկայացում են բեմադրել։ Ողջույն, ես Մաչանեն եմ։ Արի գրկեմ քեզ։ Գրկեմ։ Մաչանենց թատրոնում առաջնախաղ է Գրիգոր Բաբախանյանի պիեսի հիման վրա բեմադրված «Մաչան տղան, Մաչանեն և այլ մոլորակայինները» ներկայացումը մարդկային փոխհարաբերությունների և համամարտկային արժեքների մասին է։ Մաչան, ոչինչ չեմ հասկանում, միգուցե ինչ-որ տարել են։ Կամ թվեր, Մաչանեն։ Մտածում էի այնպիսի մի թատերախաղ գրեմ, այնպիսի մի պիես գրեմ, որ սիրո մասին կլինի, բայց կլինի համամարտկային սիրո մասին, սեր երկրի վրա չէ, սեր մոլորակների միջև, և պես կերպարներ ստեղծեցի, վինը, դինը, որ այլ մոլորակից գան երկիր և իրենք ինչ են զգում, երբ որ գալիս են երկիր մոլորակ, և ինչ է զգում երկրի բնակիչը, երբ տեսնում է այդքան մեր առօրյայում պատահող այլ մոլորակայինները։ Բաբախանյանն այս պիեսով մշակութային երկխոսություն է ստեղծել։ Ստացվում է այնպես, որ մենք մեր երկրի սերը ուղարկում ենք այլ մոլորակ, որպես ուղերձ, որ մենք սիրելը դեռ չենք մոռացել, հարգելի այլ մոլորակայինցիներ, և երկիր այլ մոլորակից մի հոգի մնում է երկրի վրա, որպես խաղաղության, համերաշխության խորհրդանիշ բոլոր մոլորակների միջև։ Գլխավորը, որ ասում ենք ուղերձը դա է, չմոռանանք սիրել, չծուլանանք սիրել, ընտանիքում, դրսում, մեր հաստատություններում, ի վերջո մեր պետության մեջ։ Ներկայացման ռեժիսորը Գրիշա Մնոյանն է։ Քանի որ տիեզերքում ենք, փորձել եմ ամեն ինչ անել, որ հենց այդ տիեզերք քանի րոպե, որ հանդիսատեսը նստած կլինի դահլիճում, այդ րոպեների ընթացքում ինքը հայտնվելու է հենց տարբեր եւ մոլորակներում, այսինքն եւ Կարակատույում եւ երկիր մոլորակում։ Այս ներկայացման մեջ շատ տեղեր երևում է մեր երկիր մոլորակի այսպես բացերը, որ շատ հանգամանքներում, շատ տեղերում մի փոքր ինչ-որ անհանդուրժողական ենք, իրար չենք սիրում, իրար ներող չենք։ Դերասանները ներկայացումը խաղում են Մաչանենց թատրոնի նոր դահլիճում, որտեղ բեմը ճոճվող է։ Տատանումները բեմի, որը որ ավելի շատ խորհրդանշելու է որպես որ տիեզերքում ոչ մի հաստատուն բան չկա, որովհետև ամեն ինչ կարող է փոփոխվել վերևներ ներքև եւ ներքև այսպես կշեռքի նժարի նման եւ լուծումներից մեկն էլ հենց մեր ճոճվող բեմի առանձնահատկությունն է, որը որ օգտագործել ենք այս ներկայացման մեջ։ Իր ֆորմատով ավելի տարբերվող ներկայացում է սա, ունենք եւ տիկնիկների մասնակցություն եւ դերակատարների մասնակցություն, այն տարիքի ներկայացումա սա, որ հատուկ որպես այդպիսին տարիք չեն կարողանում գտնենք, որ տարիքի հանդիսատեսի համար է սա, որովհետեւ բոլոր մեծերի մեջ էլ մանուկը կարծում եմ միջև վերջ չի վերանում ու փոքրերի մեջ էլ միշտ մանուկը կա։ Ներկայացման բարի երասկոտ աղջիկը դերասանուհի Շուշանիկ Թալասյանն է։ Ուղերձը հետևյալն է, կյանքում էլ մենք բոլորս բոլորին հավատացնենք, որ կատարվելու են բոլորի երազանքները։ Երբ որ կերպարը ստացա, շատ ինչ-որ չափով նաև նմանեցրեցի ինձ, որ ես իրոք ուզում եմ, որ բոլորի երազանքները կատարվեն եւ հավատում եմ այդ ամեն ինչին։ Իսկ ներկայացումը դա սովորեցնում է բոլորին։ Ներկայացման միտքը կարծում եմ բոլոր ժամանակներում արդի է եւ արդի կլինի, խոսքը տարբերության մասին է։ Ի վերջո ներկայացումը ավարտվում է այնպես, որ մարդիկ եւ այլ մոլորակայինները գալիս հասնում են մի կետի, որ հասկանում են իրար եւ իրենց տարբերություններով հանդերձ սիրում են իրար։ Գևորգ Բաբախանյանը հավատում է, որ ներկայացման ընթացքում հնչած բոլոր ցանկություններն իրականություն կդառնան։ Երրորդ բեմը եւ դահլիճը, որ արդեն ունենք այստեղ, ինձ թվում է ավելի նոր, հետաքրքիր, ստեղծագործական նվաճումներ կբերի մեզ, ինձ թվում է, շատ շնորհակալ եմ բոլորից, շատ հաճելի էր, չնայած մեր աշխարհը այնպիսի վիճակում է, որ
լավ բաները դարձել են միայն բարի ցանկություններ, որտեղ իրականում աշխարհը մի քիչ այլ է, բայց բոլորս էլ հավատում ենք, որ խոսքը արժեք ունի եւ խոսքը էներգիա է։ Մեր օրերում սեր տարածելը գերխնդիր է, ասում է Գրիգոր Բաբախանյանն ու նշում Մաչանենց տունն իր հիմնադրման օրվանից ոչ միայն թատերարվեստի, այլև բազմաթիվ ծրագրերի ու մատուցվող ծառայությունների շրջանակում սերն էպիկենտրոնում է պահում։ Հասմիկ Վարադյան, Կարապետ Կարապետյան, Արմալուր։